Հիմա ներքևում է շարքային պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, բայց վերև կբարձրանա, եթե ընտրվի խորհրդարանի փոխոսնակ։ Նրան ՔՊ վարչությունը ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել։ Ես մշտապես հանդես եմ գալիս շատ պարկեշտ եւ առանց վիրավորանքների խոսքով։ Խորհրդարանական մենամարտերի գլխավոր հերոսը արդարանում է լրագրողների առաջ, երբ նրան հիշեցնում են իր ոչ քաղաքական խոսույթի ու պահվածքի մասին։ Դուք եք քացով հարվածում Վահե Հակոբյանին։ Պարոն Կիրակոսյան, քացով հարվածը խոսույթի մաս չի կազմում։ Դուք չէիք վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը ձերը չէ։ Վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը իմ կարծիքով շատ գրական եւ շատ տիպիկ բնութագրող արտահայտություն է կոնկրետ տեսակի մարդկանց համար։ Լրագրողներին էր այս պատգամավորը անվանել վերբալ մարմնավաճառ, իսկ Ալեն Սիմոնյանին 13 տարի առաջ անվանել էր հավերժ մարմնավաճառ, երբ Սիմոնյանը ԲՀԿ-ականներին մեղադրել է ՀՀԿ-ին ծախված լինելու փողով հոդված գրելու համար։ Այն ժամանակ Վահագն Ալեքսանյանը ԲՀԿ-ի պատիվն էր պաշտպանում սոցցանցերում։ Իմ ցանկացած ելույթի, ցանկացած ասացի, ցանկացած հրապարակման որպես պատասխան ներկայացնում եմ մի գրառում, մի Facebook-յան ստատուս, որը ես գրել եմ 18 թե 19 տարեկան։ Հիմա մեծացել, ավելի խոհեմ է դարձել ԲՀԿ-ի պաշտպան պատանին, տարիքն ավելացել է, քաշը պակասել։ Միջև վերջի 2 տարին պարբերաբար խոսում էին իմ ավելորդ քաշից, ինչպես տեսնում եք վերջին 2 տարում այս մի խոսույթը առնվազն պակասել է։ Հայ Կոնջորյանի քաշը կարծես նույնն է, բայց քաշային նոր կատեգորիայում է հանդես գալու նոր խորհրդարանում։ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ մյուս թեկնածուն Լուսավոր Հայաստան ՀԺԱՄ կուսակցությունների նախկին անդամ Կոնջորյանն է։ Իսկ զտարյուն ԿՊ-ական Արման Եղոյանի թեկնածությունը խորհրդարանի փոխոսնակի պաշտոնում ՔՊ վարչությունը մերժել է։ Արման Եղոյանն արդարանում է, չի մերժվել, պարզապես չի ընտրվել։ Կրկնում եմ, վարչությունը ոչ թե ինչ-որ մեկին չի ընտրում, այլ 2 հոգու ընտրում է, 5 հոգի։ ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում էր նաև 2 կին ՔՊ-ական։ Ինքնաառաջադրվել էին Ալխազ Ղազարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, բայց կանանց համար ՔՊ-ն ճանապարհ չի հարթել դեպի խորհրդարանի նախագահություն։ Բոլոր թեկնածուները շատ արժանավոր քաղաքական գործիչներ են եւ շատ լավ կուսակցական ընկերներ են։ Արժանավոր ու լավ կուսակցական մի ընկերոջ Ալեն Սիմոնյանի անվան շուրջ չի մարում աղմուկը։ Ինչու ՔՊ-ն նրան իջեցրեց ԱԺ նախագահի աթոռից։ Լարված են Սիմոնյանի հարաբերությունները Փաշինյանի հետ։ Իմ ու Ալեն Սիմոնյանի ոչ բացարձակապես։ Փաշինյանը նաև հերքում է լուրը, թե Ալեն Սիմոնյանին երկրի նախագահ են կարգելու, որովհետև գործողը Վահագն Խաչատուրյանը առողջական խնդիրներ ունի։ Չկա այդպիսի խնդիր։ Սիմոնյանի քաղաքական ճակատագիրը Փաշինյանը դեռ պետք է քննարկի նրա հետ։ Մինչ այդ Ալեն Սիմոնյանը երգում է. ոնց եք բոլորդ վրաս ազդում։ Սա Մելաձեի զուգահեռներ հիթից է։ Կարնե Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։